Դուք այն մարդկանցից էիք, այն գործիչներից էիք, ով հրապարակային կողմ արտահայտվեց այդ թեզին, դա ըստ էության Վազգեն Սարգսյանի առաջարկածին հակասող թեզ էր։ Բայց հետո, երբ որ Տեր-Պետրոսյանը գնաց, դուք դարձաք ազգային ժողովի նախագահ։ Տեսեք, ճիշտն ասած, դուք առաջի անգամ չեք այդ հարցը որից տալիս են, նույնիսկ ավելին ասեմ, երբեմն նույնիսկ ինձ կոնկրետ հասնում եմ ինչու դուք լքեցիք Տեր-Պետրոսյանի թիմը կամ Պետրոսյանի թիմի անդամ եղել եք։ Երբեմն այդպիսի ընկալումներ կա, օրինակ ես 96 թվականի նախագահական ընտրություններում եղել եմ Տեր-Պետրոսյանի քարոզչական թիմի անդամ եւ չեմ թաքցնում, բավականին ակտիվ եմ մասնակցել, բավականին ակտիվ եւ կարծում եմ նույնիսկ իր քաղաքական համակիրները, կողմնակիցները կամ ՀՀՇ ժողովուրդը բավականին տպավորված էին իմ մասնակցությունից։ Բայց տեսեք, ես երբեք չեմ եղել այդ քաղաքական թիմի անդամ, երբեք։ Ոչ վարչապետ եղած ժամանակ, ոչ դրանից հետո ընկած ժամանակահատվածում երբեք չեմ եղել այդ թիմի անդամ։ Այնպես որ ես ոչ թե ինչ-որ մեկին թողել եմ կամ հեռացել եմ, բացարձակապես հարցը այդ հարթության մասին չի։ Հարցն է նա, որ ինչպես եղավ, որ հրապարակային դուք պաշտպանեցիք Տեր-Պետրոսյանի նախագիծը, բայց դա չխանգարեց, որ դուք Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո չխանգարեց այն մարդկանց, ովքեր որ պետքա ձեզ առաջարկեն, կամ պետքա ձեզ առաջ տանեին, որ մարդիկ տեսեք, միգուցե եւ նրանք այդ պահին արդեն հաշվի չէին առնում, ասենք թե ես ինչպիսի դիրքորոշում ունեցել ամենաառանցքային, ուրեմն կոնցեպտուալ, հարցադրումների վերաբերյալ։ Բայց կար մի շատ կարևոր հանգամանք։ Ես ենթադրում եմ, որ թե Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, թե հատկապես կարծում եմ նաև Վազգեն Սարգսյան շատ լավ հասկանում էին, որ այդ իշխանափոխության պահին կամ այդ փուլում ազգային ժողովը ունենալու է բացառիկ պատասխանատու դերակատար, որտեղ իրականում հանրային կյանքի կայունությունը մեծ իմաստով պայմանավորված էր լինելու ազգային ժողովի քաղաքական ուժերի համագործակցության կամ գործունեությամբ, հասկանում եք, անկեղծ ասած ես ինքս այդպես եմ հասկացել, ես կարծեմ առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ ուզում կրկնեմ, ինքս իմ էությամբ ավելի շատ պարլամենտական գործիչ եմ, խորհրդարանական գործիչ եմ։ Սա չի նշանակում, որ ասենք թե գործադիրում իմ գործունեությունը կամ իմ կարողությունները հմտությունը կամ կարողությունները գործադիրում աշխատելու ես ստորադասում եմ, բայց ես շատ եմ կարևորում պետական կառավարման համակարգում խորհրդարանի դերը։ Ես շատ եմ կարևորում, որովհետև վերջին հաշվով խորհրդարանն այն ատյանը, այն մարմինը, որտեղ պետք է ձևավորվի քաղաքականությունը, որտեղ պետք է ձևավորվի հանրային կյանքի ցանկացած ոլորտում հասարակության հիմնական սպասելիքները բավարարելուն միտված քաղաքական զարգացումներ պետք է ձևավորվեն խորհրդարանում եւ դա շատ պատասխանատու, ես այդպես եմ գնահատել, հիմա էլ եմ այդպես կարծում։ Առաջարկը ումից եղավ ձեզ։ Ну առաջարկը եղել է Սերժ Սարգսյանից, ես շատ ուշ երեկոյան։ Սերժ Սարգսյանը։ Այո, շատ ուշ երեկոյան փետրվարի կարծում եմ Տեր-Պետրոսյանի հայտարարության նախօրեն էր։ Ուրեմն նախօրեն նկատի նախորդ օրը։ Նախորդ օրը, հա։ Ինձ զանգ տվեց երեկոյան ուշ Սերժ Սարգսյան, մենք հանդիպել ենք։ Ինքը նախնական ներկայացրեցին իրենց մտադրության մասին։ Ասացի, բայց կարծում եմ նման առաջարկություն այդպես փողոցում ոտքի վրա չեն կարող լինել, ասեցի իհարկե։ Այդ դեպքում պայմանավորենք առավոտյան ժամին վարչապետի Ժանա Քոչարյան դեռ վարչապետ էր, վարչապետի աշխատասենյակում։ Ես առավոտյան, մյուս օր առավոտյան ժամին այնտեղ էի, այնտեղ էր եւ Սերժ Սարգսյանը, եւ Քոչարյանը, եւ Վազգեն Սարգսյանը, եւ ես մտածում եմ Վազգեն Սարգսյանն առաջարկը։ Չէ։ Եվ այդ առաջարկը հնչեց նորից։ Ես համաձայնություն ստալուց առաջ մի քանի պայման եմ դրել։ Օրինակ, ասի ես ուզում եմ, որ դուք իմանաք, պայմանավորվենք, որ ես մի քանի ամսվա ազգային ժողովի նախագահ չեմ լինի։ Հետևաբար,
եկեք պայմանավորվենք, որ ազգային ժողովը կգործի իր սահմանությամբ իրեն վերապահված ողջ ժամկետում։ Այդտեղ եկանք ընդհանուր հայտարարի։ Երկրորդ պայմանը, որ ես դրեցի, ասացի, որ ես գտնում եմ, որ ՀՀՇ-ն չպետք է հետապնդվի։ Այնպես ինչպես հետապնդվում էր ՀՀՇ-ի ժամանակ Դաշնակցությունը։ Նույնիսկ ես օրինակն եմ բերել։ Ասի դա հետագա քաղաքական կայուն զարգացումների համար ում պատկերացմամբ ունի շատ կարևոր նշանակություն։ Այստեղ համաձայնության եկանք եւ երրորդ պայման եմ դրել։ Ես ասեի, ես գտնում եմ, որ Վանոն չպետք է հետապնդվի։ Այստեղ ենք եկել ընդհանուր հայտարարի։ Ճիշտ է, հետագայում այդ Վանոյի հետ կապված պահը խախտվեց, բայց ես ազնվի էի իմ պայմանավորվածությամբ, ես մատս անգամ չեմ, այսինքն դյուզն անգամ չեմ նպաստել, որպեսզի այն հարցը, որ Վանոյի հետ կապված, Սիրադեղյանի հետ կապված մտել էին ազգային ժողով կառավարությունը, որպեսզի ես այդ բանին ընթացք տայի։ Նույնիսկ այդ լավ հիշում եմ, այդ ժամանակ ասում եմ, որ կանգնած ընտրություն կամ ազգային ժողովը կցրեն, կամ այդ ես համոզված եմ, որ դա չէր լինելու։ Ինչևէ, ես այսպես է եղել։ Իմ ուրեմն համաձայնությունը ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցում։ Կրկնում եմ, ինձ բացառապես հետաքրքրում մի բան։ Ակնհայտ էր, որ այդ հրաժարականների ամբողջ այդ շարքը տեղի էր ունենալու, հետևաբար շատ էական էր, որպեսզի դրանից հետո պետությունը այդուհանդերձ ներքաղաքական կյանքը քիչ թե շատ լինի կայուն եւ կանխատեսելի։ Սա եղել հիմնական նպատակը։ Իդեպ մի դեպքի մասն էլ հիմա ես ձեզ կներկայացնեմ, որովհետեւ կարծում եմ լայն հանրությունը այդ մասին տեղյակ չէ։ Եվ որը կարծում եմ նաեւ վկայում է այն, որ ես շատ մտահոգված էի, որովհետեւ այդ իշխանության տրանզիտը, իշխանության փոխանցումը լիներ սահուն եւ ոչ նոր ցնցումներ առաջացնելով նախապայման կամ նախադրյալ։ Երբ արդեն Քոչարյանն ընտրվել էր եւ մենք պետք է արդեն պատրաստվեինք ինաուգուրացիային, իսկ ինաուգուրացիան անցկացվում էր ազգային ժողովի հատուկ նիստում, ես բարձրացրեցի Տեր-Պետրոսյանի երկու ուրեմն ինաուգուրացիաների տեսաժապավենները ու գիտեք ասեմ շատ տխուր պատկեր էր, այսինքն ինքը դալիճը նման կարևորության պետական կարևորության միջոցառումների համար նախատեսված չէր, պատրաստ չի, օրինակ ասենք թե պատկերացրեք, որ դեսպաններ կային, որոնք եկել էին ու մեկ-երկուսը երևում է կադրերում, որ ոտքի վրա են կամ լրատվամիջոցները փակում են նույնիսկ վեհապար հայրապետը չի կարող մոտենալ ամբիոնին։ Այսինքն մենք այդ ժամանակ ես որոշում կայացրեցի, որ ինաուգուրացիան պետք է անցկացվի Սպենդիարյանի անվան օպերայի բալետի թատրոնում, պետական բանի թատրոնում, դահլիճում, հա։ Օպերայի դահլիճը մենք նախապատրաստեցինք եւ կարծում եմ դա բավականին այսպես ներկայացչականության առումով բավականին հաջողված որոշում էր, ճիշտ որոշում էր եւ լուծում, դա հետագայում արդեն դարձավ ավանդույթ, ըստ էության հիմա ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այլ կերպ այդ ինաուգուրացիան անեմ, եթե լիներ նախագահ, այսինքն նախագահի ինաուգուրացիան։ Տեսեք, այստեղ մի շատ կարևոր հանգամանք կար։ Ես փորձում եմ, ես համոզված եմ, որ ես ճիշտ եմ, մտածում եմ օգտագործել ինաուգուրացիան եւ Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան այդ հանդիպումը մերձեցման հնարավորություն ստեղծել։ Այդ ժամանակ դուք շատ չեք մեծացնում Քոչարյանի դերը։ Չէ, Վազգենի կողքին։ Վազգեն Սարգսյանի կողքին։ Քոչարյանն հանրապետության նախագահ էր։ Ի պաշտոն է։ Հիմա ի պաշտոն է։ Հիմա ինչ նշանակում մեծացնել։ Օրինակ, ի պաշտոն է Քոչարյանը իր պաշտոնամուտը պետք է աներ։ Չէ, ինաուգուրացիա պետք է աներ։ Խոսքը արողակարգը չի։ Խոսքը որոշումներ Չէ, բայց իրական առանցքային որոշումների մեջ դերակատարությունն է։ Բայց ես ուզում եմ ասել, որ շատ